Մինչ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից նշում են, որ օպտիմալացման ծրագրով հնարավորություն է ստեղծվում փոքր եւ ոչ բավարար պայմաններով գործող հանրակրթական դպրոցների աշակերտների համար ստանալ ավելի որակյալ կրթություն, ծրագրին ընդդիմացողները պնդում են, որ այդ գործընթացը կարող է հանգեցնել գյուղերի հետագա դատարկման։ Ինչ ազդեցություն կարող են ունենալ այս փոփոխությունները կրթության որակի եւ համայնքների կենսունակության վրա։ Թեմայի շուրջ զրուցել են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Իհարկե այս հարցը շատ բարդ եւ ոչ միանշանակ հարց է։ Դեռևս 2000-ական թվականների սկզբին այս առաջարկը կար, որ փակենք Հայաստանի փոքր գյուղերի դպրոցները, միավորենք միասին, բայց այդ առաջարկը այն ժամանակ չընդունվեց, հետո էլի եղան փորձեր։ Այստեղ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նախկինում Հայաստանը ունեցել է 600,000 աշակերտ եւ 1400 դպրոց, հիմա մենք ունենք 420,000-ի մոտ աշակերտ, բայց էլի դպրոցների թիվը նույնն է, ճիշտ է, որոշ պետական դպրոցներ փակվել են, բայց փոխարենը բացվել են մոտ 45 մասնավոր դպրոցներ։ Դրա համար այդ խնդիրը կա, որ եթե ուզում ենք արդյունավետ կառավարում, պետք է դպրոցների թիվը պակասեցնենք, որովհետև այդքան աշակերտ չկա։ Եվ մյուս խնդիրն էլ այն է, որ մենք այսօր ունենք դպրոցներ, որտեղ սովորում է 1, 2, 3, 10, 15, 20 աշակերտ, եւ մեկ դասանում նստած է 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի, եւ կարծում եմ ոչ մի ծնող չի ուզենա իր երեխան այդպես սովորի։ Բայց հարցը ունի նաև մյուս կողմը։ Ես այս հարցը ձևակերպում եմ որպես գին, որը մենք պետք է վճարենք մեր գյուղերի տասնամյակներ շարունակվող դատարկման դիմաց։ Գյուղերը 35 տարի շարունակաբար դատարկվում են եւ հիմա ինչ-որ կրիտիկական կետի է հասել։ Հիմա, բայց այս քաղաքականության իրականացումը իհարկե ձնագնդի մեթոդով բերելու է ավելի խնդիրներ, որովհետև պատկերացրեք, եթե մենք դպրոցները միավորեցինք, արդեն մարդիկ այն գյուղերում ապրող, որտեղ չի լինելու դպրոց, իրենց մի մասը նույնպես մտածելու է գյուղից դուրս գալու մասին։ Այսինքն, եթե հիմա գյուղը ավելի դանդաղ էր դատարկվում, մի քիչ ավելի այդ process-ը կարողանա եւ արդյունքում այդ գյուղերը որոշ ժամանակ հետո գրեթե կամայանան։ Այս ռիսկը միանշանակ կա։ Ստեղծվելու են բազմաթիվ անհարմարություններ, որովհետև գիտեք, ծնողները տարվա մեջ մի քանի անգամ գնում են դպրոց, ծնողական ժողովներ են, միջոցառումներ, հիմա ով է կազմակերպելու այս ծնողների տեղափոխության հարցը, ինչ է լինելու կրճատվող մարդկանց հետ, որովհետև մարդիկ ապրում են գյուղում եւ աշխատում են ուսուցիչ, հաշվապահ, եւ եթե հիմա մենք դպրոցը փակում ենք, այս մարդիկ մնում են առանց աշխատանքի եւ մի մասին իհարկե հնարավոր կլինի հարակից գյուղերում տեղավորել, բայց ոչ բոլորի։ Ունենալու ենք նաեւ աշխատատեղերի կրճատման խնդիր, որը նույնպես կարող է բերել արտագաղթի ռիսկեր։ Մի խոսքով, խնդիրը բավական բարդ է եւ այն շատ ցավալի որոշում է, բայց գիտեք, մեր կյանքում ամեն ինչ գին ունի։ Եթե մենք մեր գյուղերին տեր չենք կանգնել, դատարկվել են գյուղերը, դու պետք է գին վճարես, չկա կյանքում մի բան, որը գին չունենա։ Պես որ այս քայլը այդ գինն է, որ պետք է վճարենք մեր, այսպես ասած, նախորդ 35 տարիների սխալների վատ քաղաքականության համար։ Բացի խնդիրներից, Խաչատրյանը նաև մատնանշեց ծրագրի դրական կողմերը։ Դրականը այն է, որ եթե երեխաները սկսեն սովորել ավելի մեծ դպրոցներում, այնտեղ կլինեն ավելի լավ պայմաններ, ավելի շատ երեխաներ, գուցե ավելի որակյալ ուսուցիչներ եւ իրենք հնարավորություն կունենան նաև արտադպրոցական խմբակների մասնակցել։ Այնպես որ հարցը այդպես շատ միանշանակ չէ, ունի եւ դրական եւ բացասական կողմեր։ Այսինքն ամեն դեպքում ընդդիմախոսների այն պնդումները, որ սա բերում է ինչ-որ ռիսկեր, որոշակի ճշմարտություն կա։ Այո, այն որ այս ծրագիրը ունի ռիսկեր, միանշանակ է, ես արդեն ասեցի, այդ գյուղերի ավելի արագացված դատարկում։ Ես ձեզ մի խնդիր էլ ասեմ, որի մասին մենք չենք խոսում, այդ փոքր գյուղերում
այսօր տղամարդիկ չեն կարողանում ամուսնանալ, մի զգալի մասը, որովհետև աղջիկները լավ սովորելով տեղափոխվում են մարզ կենտրոններ, խոշոր քաղաքներ եւ նաեւ այլ գյուղերից էլ չեն ուզում այդ գյուղեր հարս գնալ, որտեղ իրենք շատ հեռու են, կտրված են, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ գյուղում դպրոց էլ չկա։ Արդեն ավելի է սրվելու այս խնդիրը ու ռիսկեր շատ կան, իհարկե։ Իսկ ինչպես է պատկերացնում ռիսկերի կառավարումը փորձագետը։ Լինում է կտրուկ քայլերի, որը այսպես թե այնպես ինչ որ մի օր պետք է արվեր։ Գուցե լուծումը այն է, որ պետք չէր այդքան շատ դպրոց միավորել, գուցե կարելի էր ավելի, ասենք, մինչև 30-40 աշակերտ ունեցող դպրոցները միավորել, թիվը մի քիչ վերցնել, բայց այստեղ էլ կարծում եմ գործոնը եղել է, որ այդ դեպքում միավորվող դպրոցները կշարունակեին մնալ փոքր։ Դրա համար ավելի շատ դպրոցներ են միավորում, որ գոնե այդ նոր դպրոցներում կարողանան 100-150-200 աշակերտ ունենալ։ Իսկ հետաքրքիր է, միջազգային փորձը օրինակ ուսումնասիրվել եք, էլի կան այսպիսի մեր նման երկրներ։ Այ օրինակ Ռուսաստանը տարիներ առաջ արել է դպրոցական ավտոբուս ծրագիրը եւ այդպես երեխաներին ավտոբուսներով տարել են կողքի գյուղեր։ Ուղղակի Հայաստանի պարագայում գիտեք, այդ անվտանգային հարցեր կան եւ իհարկե սահմանամերձ գյուղեր են այս գյուղերի մեծ մասը եւ այդ գյուղերի դատարկումը մեզ ռազմավարական տեսանկյունից ձեռնտու չէ։ Բայց մյուս կողմից էլ եթե գյուղում մնացել է 2-3 երեխա, արդեն կարող ենք ասել, որ այդ գյուղը ըստ էության դատարկված է։ Դուք Ռուսաստանի օրինակը բերեցիք, բայց բացի Ռուսաստանից, այլ այսպեսի մեր նման փոքր երկիր, քիչ բնակչությամբ, Չէ, այդպիսի երկրներ կան։ Ուղղակի նորից եմ ասում, մեր առանձնահատկությունը այս անվտանգային հարցերն են։ Հիմա եթե այդպիսի բան արվում է Էստոնիայում, չէ, այս պայդրությամբ իրենց համար այդքան վտանգավոր չէ, որովհետև իրենք հարևանների հետ որևէ խնդիր չունեն։ Եվ գյուղերի դատարկումը շատ մեծ ռիսկեր չի բերում։ Մեր առանձնահատկությունը այն է, որ մենք անվտանգային խնդիրներ ունենք։ Իսկ ինչու երկու կողմերին չի հաջողվում նստել կլոր սեղանի շուրջ եւ միասին քննարկել խնդիրներն ու ստեղծված վիճակում գտնել լավագույն լուծումը։ Մենք ունենք երկխոսության խնդիր, Հայաստանում ցավոք իշխանությունները որպես կանոն երկխոսում են իրենց սիրելի մարդկանց հետ, այն մարդիկ, որոնք քննադատում են, ընդդիմանում են, հաճախ այսպես իրենց ամեն ինչ արվում է, որ իրենք դուրս մնան, հա, քննարկումներից, եւ եթե դու մարդկանց հետ չես երկխոսում, երկխոսությունը դառնում է հեռակա, տեղափոխվում է նաեւ սոցիալական ցանցեր, իսկ այնտեղ երկխոսության փոխարեն որպես կանոն լինում են, այսպես ասած, շատ սուր կարծիքներ։ Տեսեք նախարարի գրությունը, հակադարձումը, իսկ եթե այդ ամեն ինչը իրականացվեր դեմ առ դեմ, շուտ Եվ ընդ որում ասեմ, այստեղ պետք է նաև երկխոսել գյուղի ժողովրդի հետ, այսինքն այդ մարդկանց էլ պետք է համոզել, որովհետև ինչպես ես նշեցի, ծրագիրը ունի նաև դրական կողմ, այն է, որ երեխան կարող է սովորել ավելի լավ, ավելի որակյալ դպրոցում։ Հաշվի առնելով սպառնացող ռիսկերը, արդյոք արդարացված են կրթության մակարդակը բարձրացնելուն միտված օպտիմալացման քայլերը։ Որոշ դեպքերում այո, որոշ դեպքերում ոչ, այսինքն շատ տարբեր են լինելու, որոշ գյուղերի դեպքում շատ մեծ խնդիր չի առաջանա, բայց կլինեն գյուղեր, որտեղ խնդիր կարող է առաջանալ եւ եղանակով պայմանավորված, որ այդ գյուղերում ճանապարհները հաճախ փակ են լինում ձմռանը եւ աշխարհագրական դիրքով պայմանավորված Որոշ դեպքերում, օրինակ փակվող դպրոցների մեջ կա, ասենք, նաև Գյումրի քաղաքի դպրոց, հա, այդ դեպքում ասենք պարզ է, անվտանգային հարցը մեծ չէ։ Բայց երբ որ խոսում ենք Սյունիքի, Գեղարքունիքի գյուղերից, այդտեղ արդեն այդ խնդիրները կան։